գալիս, այստեղ սխալը այն, որ տրանսպորտ պետք է լինի։ Մենակ մի հատ համեմատություն մարշրուտին ու ավտոբուսը մեկ են, մարշրուտում նստում է 10 հոգի, ավտոբուսում 110 հոգի, որն է ճիշտը։ Ու նորից իրար շալակ հեննելով պետք է գնան։ Չի լինի դենց, էսի բան չի։ Հազիվ էինք բրծել այդ հոդերից, այդ հարբած մարդկանցից, այդ ամեն ինչից։ Առաջի կանգնած մարդը պետք է իշնի, որ վերջի մարդը կանգա, իշնի իրա կանգառը։ Էսի սխալ մոդեցում է։ Մանավանդ քաղաքին կբաց էս ինչ ան, մի հատ հələ շուռ եկեք նայեք, քաղաք է թե գյուղ է, ոչ գյուղ է, ոչ քաղաք է, ոչ ավան է, ինչ հասկանանք սրանից։ Պրոշյանի համեմատություն անում, Պրոշյանը անցում չունի։ Պրոշյանի մեքենան կնում, գյուղի միջով անցնում, ժողովուրդը նստում գալի։ Մենք 700 կիլոմետր պետք է իջնենք, մի հատ էլ էս փողոցը պետք է կտրենք անցնենք, նոր նստենք ավտոբուս։ Այո, իհարկե։ Նայեք, նկարեք։ Ոչ անցում ունի, ոչ մարդկային վերաբերմունք է չկարծել, չգիտես ինչ անես։ Ինչքան ոստիկան լծել դու ինչ։ Այս մարդիկ իրանց գործն են անում։ Մենք իրանց ոչ մեկի չեն կարա վատ բան ասենք։ Իրանց գործն են անում, բայց էսի կարգ չի, կանոն չի, էսի երկիր չի, սրանով ինքը երկիր չի պայքարում, երկրի համար չի մտածում, ընդհակառակ ամբողջ ժողովուրդը ըմբոստանում է իրա դեմ, ինքը պետք է մի քաղաքականություն վարի, որ էս այստեղ ճանապարհ փակում էին բնակիչները, բայց ապահով էինք 125 համարը միջև պրոսպեկտ գնում էր, ճանապարհ Նիկոլի համար, հա, ես էլ ընտրել եմ, այո, ինչու հնարավոր չէ, չէ կարողանում փակել, ինչ փոխվել։ Շուրարի նայի, ասում եմ ես քաղաք եմ գնում, տղես, ճանապարհ ու ես գնամ, ասում եմ չէ, ես քաղաք եմ գնում, ուզում եմ տրանսպորտից օգտվեմ, թույլ չեն տալի։ Չէ, ինքը շատ բաներ արել է, չեն փոշմանել։ Չեմ փոշմանել, բայց շատ բաները չի անում, սխալ անում, շատ սխալ, ինքը ժողովրդի կողքին պետք է լինի։ Հələ մի շուրարի նկարի էլի, նա էս ինչ վիճակ է, 100 հոգու դեմ 500 հոգի կանգնի։ Այն նույն անձնավորությունը, որը ըստ էության Պրոշյան համայնքի հարցով շատ կարևոր եղավ, որին ես շնորհակալություն հայտնեցի Պրոշյան համայնքի որոշակի լուծում տալու համար եւ խնդրեցի նաեւ մեր հարցում աչառոջ լինի, ականջալուր լինի։ Հիմա խնդրում եմ լսեք մեր բանակցությունների մասին, մենք ինչ ենք խոսացել եւ ինչ ենք շարունակելու անել այսուհետ։ Ես ասել եմ, որ մեր հավաքները կատարվում են սահմանադրության բոլոր նորմերը պահպանելով։ Փողոց փակելու իրավունքը դա մերն է, որովհետև նորից եմ կրկնում։ Նույն համայնքով, նույն համայնքի բնակիչներով, նույն փողոցի նույն մասը փակելով մենք իշխանություններին ընտրել ենք։ Ուրեմն հարգելի քասակցիներ, օրենքով նախատեսված վարչապետը որևէ լիազորություն չուներ վարչապետ դառնալու։ Արդեն իսկ ընտրված վարչապետ կար։ Ժողովրդի ուժով, ժողովրդի կամքով, փողոցը փակելով ամեն ինչ մենք արել ենք, ներկայիս իշխանությանը բերել ենք իշխանության։ Եթե իշխանությունը մեզ խոչընդոտում է մեր իրավունքները կատարելու, ակամայից ընդունում է, որ նրանք անօրինական անցած իշխանություն են։ Ես պահանջում եմ, որ իշխանությունները աչալուրջ լինեն այս հարցի հետ կապված, որովհետև մեզ բազմաթիվ երկրներ են դիտում, մեզ ժողովրդավարական երկրներ են դիտում, եւ ժողովրդի ձայնը բռնի ուժով փակել հնարավոր չէ։ Հնարավոր չէ բռնի ուժով փակել, ժողովուրդը ունի պահանջ եւ այդ պահանջը պետք է կատարվի։ Մեզ չի հետաքրքրում որևէ օրենք համապատասխանում է, թե չի համապատասխանում։ Մենք ենք որոշելու մեր իրավունքները, եթե կա ինչ-որ օրենք, որը որ հակասում է մեզ տրամադրությունը, ապա պետք է հակասությունը ման գալ օրենքի մեջ։ Հարգելի ոստիկաններ, այս պահին ձեր
օրինական է։ Դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն արգելում եք իր լիազորությունները կատարելու լիարժեք։ Ես հայտարարեցի, որ մենք մտադրություն չունենք փողոցը փակելու, այլ մենք մտադրություն ունենք մեր տրանսպորտային միջոցը համայնք հանելու։ Սա հայ-թուրքական սահմանը չէ, դեմքով պտտվեք ձեր քաղաքացիներին, մենք բռնության կոչեր չենք անում, դուք չեք կարող մեզ հրահրել, որպեսզի մենք բռնություն անենք, դուք այսօր հակասահմանադրական եք, դուք այսօր կանգնել եք ժողովրդի դեմ, դուք դրա իրավունքը չունեք, այս պահին խնդրում եմ բոլորից, թույլ տաք ժողովրդին, որպեսզի նրանք կատարեն իրենց սահմանադրությամբ տրված իրավունքը։ Սիրելի քաղաքացիներ, մենք այստեղ կանգնելու ենք այնքան ժամանակ, մինչև մեր տրանսպորտը վերև չբարձրանա։ Մենք ունենք լիարժեք իրավունք մեր խնդիրը բարձրաձայնելու։ Որևէ պաշտոնատար անձ առավել չէ, քան համայնքի ձայնը։ Մեր համայնքի ձայնը դա իշխանություն է, մեծ իշխանություն, եւ պետք է բոլորը այդ իշխանության հետ հաշվի նստեն։ Ձեր բոլորից խնդրում եմ, նորից խնդրում եմ, ամեն ինչ արեք, որպեսզի ձեր գործողությունները տեղավորվի օրենքի սահմանում։ Եթե ոստիկանությունն է օրենք խախտում, պետք չի, որ մենք էլ օրենք խախտենք։ Մենք ուղղակի այս պահին լրագրողների միջոցով ամբողջ աշխարհին իրազեկ ենք, որ համայնքը ունի բողոքի ձայն բարձրացնելու եւ իշխանությունը խոչընդոտում է այդ ձայնը բարձրացնելու համար։ Սիրելի քաղաքացիներ, որևէ մեկը չընկճվի։ Ես փոխոստիկանապետին փոխանցեցի, որ լավ, եթե համաձայնվենք եւ վերև ենք բարձրանում, դա լինելու է հարցի լուծում։ Ասեց ոչ, որովհետեւ եթե համայնքը ունի խնդիր, դա պետք է լուծվի, եթե չի լուծվում, դա ավելի է ծանրանում, ընդհարցակվում եւ ավելի խորանում, բողոքի ձայնը ավելի մասշտաբ